Նախորդ ասեմ, Դավիթին չեմ ճանաչում ընդհանրապես։ Ուղղակի զուտ ստեղ են որպես 3 անչափահաս երեխաների մայր, որպես մտահոգ ծնող, որպես մտահոգ հայուհի։ Մեր երկրես անվտանգ փակագծերում ասած ապրելու մասին։ Ուզում եմ արդարությունը վերջապես վերականգնեմ։ Ես հայ ազգը ուշքի գա, այսքան անտարբեր չլինի, մարդկային հատկանիշները այսքան չկորցնի, այլտեղ չունենք, արդեն գետինը թակում ենք, տակը մտնենք։ Վերջապես էսի կարա լիներ ցանկացածիս հետ։ Ու այսքան չլսելի լինել, այսքան չեղած լինել հասարակ ժողովուրդը չի կարելի թույլ տալ։ Չի կարելի անչափահաս երեխուն հասցնել մահվան դուռը։ Ու քանի Դավիթներ են այդպես կորչում։ Հայ ազգը արդեն վախենում է խոսա, վախենում է երևա, վախենում է արտահայտվի։ Մեր թասիբը կորել է, մենք էլ դուխով հարանված բառով չենք։ Ու մենք պետք է վերջապես ուշքի գանք, վերջապես պետք է միահամուռ լինենք, մեկս մյուսի համար ցամանք, մեկս մյուսի ձեռից բռնենք, այսքան էգոիստ չլինենք, լավ, վախենալով ապրելը ում է պետք, մեռնել է, խրխրցնել ես որն է։ Ու մենք կպայքարենք, միջև կվերականգնվի Դավիթի ու Դավիթների արդարությունը։ Տարիներ առաջ, օրինակ 7-8 տարի առաջ երբևէ ձեր մտքով կարող էր անցնել, որ 2026 թվականին դուք կլինեք Հայաստանում, Արցախ այլևս չի լինի, դուք կպայքարեք 18-ամյա երեխայի ազատ արձակման համար, ով եկեղեցում աղոթք անելիս ինչ-որ միջադեպի պատճառով այսօր հայտնվել է կալանքի տակ։ Ես ճիշտն ասած ոչ չէի պատկերացնում, չէի ցանկանում, հաստատ չէի ցանկանում լինել փախած անվան տակ։ Այն դեպքում, երբ ես փախած չեմ, ես բռնի տեղահանված եմ, երբ ասում են արցախցին չի կռվել, արցախցին կռվել է միջև վերջ։ Այս դեպքում ես լինելով արցախցի, հերոսի կին եմ, հերոսների քույր եմ, հերոսի զավակ եմ, ու ես փախած չեմ։ Ու վատ երազում էլ չէի պատկերացնի, ու որ ես կհայտնվեմ լավ, էլի իմ հայրենիքում ուրիշ տեղ, ու կփորձեմ գոնե իմ երեխաների համար արդարություն վերականգնել, որ չհայտնվեն այս են սիրը, գոնե քայլեն, գոնե խոսան, գոնե ապրեն։ Չէի պատկերացնում, չէի ուզում ու ուզում եմ, որ հայ ազգը ուշքի գա, գոնե պայքարի իրանց երեխեքի համար, իրանց հաշկի դեմ ունենալով եռաբլուր, ունենալով իմոնց նման անգերեզմաններ։ Հիշեն դա, որ հազարավոր այսենց երիտասարդներ չունենք, ու ունենք իմ նման կանայք, իմ նման քույրեր, իմ նման հասարակություն, որ չգիտի, որ մեկի համար մտածի։ Դողալով երեխու թողում ես դուս, ես ունեմ 19 տարեկան տղա, 16 տարեկան աղջիկ, 10 տարեկան է, հիմա ասենք վախենան, եկեղեցի մտնեն աղոթեն, իրանք արտահայտվեն, ոնց կարելի է հասարակ ժողովուրդը այսքան չլնելուն տալ, հետո ասել հպարտ քաղաքացի։ Քաղաքացին հպարտ չի, քաղաքացին երբեք, հայ ազգը երբեք այսքան նվաստացած չի եղել, հայ ազգը երբեք գլուխը կախ չի քայլել։ Իսկ հիմա պետք է մտածես, ասես հայ ես։ Այսօր իշխանության կողմից շատ է խոսվում Արցախյան էջը փակելու մասին, արցախցիների վերադարձի մասին ընդհանրապես չի խոսվում, դուք ինչ մոտեցում ունեք այդ ամենին։ Իհարկե բացական, Արցախի էջը երբեք չի փակվի, երբեք քանի գոյություն ունեն արցախցիները, հայերը, թասիբով։ Որովհետև Արցախի էջը չի կարա փակվի, քանի գոյություն ունեմ ես, քանի իմ ընտանիքի կեսը գտնվում անդե, քանի ես հոգեպես գտնվում եմ անդե,
ֆիզիկապես ստեղ, Արցախի էջը չի կարա փակվի, Արցախի էջը փակողի թող Աստված փակի իր ազգուծուպի 7 պորտի ցանկացած հաջողությունը։ Թող փակվի, այն կարգի փակվի, որ էլ չունենանք իրանցից, որ էլ չշատանան, չբազմանան, որ էլ չկայանա լեզուն ֆռա, ասի Արցախի էջը պետքա փակվի կամ ընդհանրապես չեն կռվել կամ փախել են։ Ճիշտ է, Աստծո դատաստանը կտենան, եթե ժողովրդին չտենան, բայց խնդրում աղաչում եմ հայ ազգի, թասիբը վերականգնեք, հայ, չմոռանան իրաց ծագումը, մարդկային հատկանիշները զրոյացել է, ուր են գնալու սենց լավ, հետոն